Փետրվարի 7-ի երեկոյան ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հայտնեցին, որ օտարերկրացի մի կին ահազանգել է, թե իր ընկերուհու հայրը եկել է արտասահմանից, դստերը սպառնացել, որ կսպանի, այժմ էլ առևանգել է նրան։ Համայնքային ոստիկանների անհետաձգելի միջոցառումներով օպերատիվորեն պարզվեց ահազանգողի ընկերուհու գտնվելու վայրը։ Ստացված ահազանգից անմիջապես հետո մեկնեցինք Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոն, որտեղ զրույց ունեցանք դստեր հետ, ով հայտնեց, որ հայրն իրեն սպառնացել է, որ կսպանի։ Ապա ձեռնարկեցինք օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվեց, որ հայրը գտնվում է Երևան քաղաքի Արամի փողոցի սրճարաններից մեկում։ Ոստիկանների տեղեկությունը ճիշտ էր։ Արտասահմանից ժամանած 48-ամյա տղամարդը սրճարանում հայտնաբերվեց, հոգեկան ներգործության կասկածանքով ձերբակալվեց եւ տեղափոխվեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հաշվի առնելով նախկինում կատարված եւ բացահայտված նմանատիպ ողբերգական դեպքը, երբ ոստիկաններին չէին տեղեկացրել հետապնդումների մասին, այս անգամ շնորհիվ արագ ահազանգման եւ օպերատիվ արձագանքման համայնքային ոստիկաններին հաջողվեց կանխել հետագա զարգացումները։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Փետրվարի 7-ին կեսգիշերն անց Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Ռուբինյանց փողոցում կանգնեցրել են Chevrolet Magnish-ի մեքենա։ Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են կպչուն ժապավենով փաթեթավորված տարբեր չափերի փաթեթներ։ Վարորդն ու ուղևորը չենթարկվելով օրինական պահանջին դիմադրություն են ցույց տվել պարեկներին, փորձել դիմել փախուստի, որի ընթացքում էլ ուղևորը գրպանից բյուրեղանման զանգված է նետել։ Վարորդը եւ ուղևորը ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել են համայնքային ոստիկանության Ավանի բաժին, որտեղ պարզվել է, որ 33-ամյա վարորդը Սյունիքի մարզի Բռնակոտ գյուղի բնակիչ է, իսկ 34-ամյա ուղևորը Սիսիան քաղաքի։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 391.45 գրամ զանգվածով 155 փաթեթ։ Տղամարդիկ կալանավորվել են, կատարվում է նախաքննություն։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ահազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։
Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Օգտակար խորհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս։ Վարորդներին խորհուրդ է տրվում ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը, փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն։ Ինչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ։ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել։ Ավելի լավ է փորձել փոստփորել արգելափակված անվի տակ եւ դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ սրահի գորգը։ Դա կօգնի բարելավել ձգողականությունը եւ հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից։ Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին։ Հիշեք խորհուրդները եւ եղեք պաշտպանված։ Եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։